Հավատում եմ, որ հաջողության կարող են հասնել բոլորը։ Հավատում եմ նաև, որ անհատի հաջողությունը առանց առաջնորդության կարողությունների գործադրման սահմանափակ արդյունավետություն է ապահովում։ Առանց առաջնորդության կարողությունների անձի ազդեցությունը միայն մի մասն է նրա, ինչի կվերածվի դա լավ առաջնորդության դեպքում։ Որքան բարձր ես ցանկանում մագլցել, այնքան ավելի շատ է առաջնորդության կարիք զգացվում, որքան շատ ես ցանկանում ազդեցություն գործել, այնքան ավելի շատ է ազդեցության կարիք զգացվում։ Ձեռքբերումները պայմանավորված են ուրիշներին առաջնորդելու քո կարողություններով։ Առաջնորդության կարողությունը որպես կանոն ինչպես անձի, այնպես էլ ընկերության արդյունավետության ապահովման նախապայմաններից է։ Եթե անձի առաջնորդելու կարողությունն ուժեղ է, ապա ընկերության նշաձողը բարձր է։ Հակառակ դեպքում ընկերությունը սահմանափակ հնարավորություններ ունի։ Այդ իսկ պատճառով դժվար պահերին ընկերություններին ինքնաբերաբար նոր առաջնորդություն է փնտրում։ Երբ երկրում դժվարին ժամանակներ են, նոր նախագահ է ընտրվում։ Երբ ընկերությունը գումարներ է կորցնում, աշխատանքի է ընդունվում նոր գործադիր տնօրեն։ Երբ եկեղեցին անելանելի իրավիճակում է հայտնվում, նոր ավագ հոգևորական են փնտրում։ Երբ մարզիկների թիմը շարունակ պարտվում է, նոր գլխավոր մարզչի են փնտրում։ Առաջնորդության և արդյունավետության կապը թերևս ավելի ակնհայտ է մարզաշխարհում, որտեղ արդյունքներն անմիջապես պարզ են դառնում ու տեսանելի։ Արհեստավարժ մարզակումներում տաղանդը խնդիր չէ, գրեթե բոլորն օժտված են բացառիկ տաղանդով, խնդիրն առաջնորդության մեջ է, սկսած թիմի ղեկավարից, վերջացրած մարզիչներով ու մի քանի առանցքային խաղացողներով։ Երբ տաղանդավոր թիմը չի հաղթում, ուսումնասիրիր դրա առաջնորդության պատմությունը։ Կիրառիր սահմանափակումների մասին օրենքը կյանքումդ։ Թվարկիր հիմնական նպատակներից մի քանիսը։ Հետո պարզիր, թե որ նպատակների իրագործման համար կպահանջվեն ուրիշների մասնակցությունն ու համագործակցությունը։ Այս գործընթացում առաջնորդության քո կարողությունները կորոշեն դրանց իրագործման արդյունավետության մակարդակը։ Պարզիր առաջնորդության քո կարողությունները, լրացրու գրքի վերջում հավելված «Այ»-ում ներկայացված առաջնորդությունը գնահատող թեստը։ Ուրիշներին խնդրիր գնահատել առաջնորդության քո կարողությունները։ Հարցրու քո ղեկավարներին, զուգընկերոջդ, երկու գործընկերոջդ, որոնք նույն պաշտոն ունեն, ինչ դու, ու ևս 3 հոգու, որոնք վերադաս են ու ինչ-որ չափով առաջնորդում ես նրանց։ Յուրաքանչյուրին խնդրիր, որ ըստ 1-10 սանդղակի գնահատեն քո կարողությունները 4 ուղղությամբ՝ մարդկանց գրավելու հմտություն, պլանավորում, տեսլական և